Լավ, այսօր ուրեմն կխոսենք մոդուլների մասին, որոնք հիշատնեմ, որ մոդուլը դա ոնց որ գծային տարածություն լինի, բայց օղակների համար ունենք ինչ որ m, ունենք ինչ որ օղակ, այս օղակը ազդում է մոդուլի վրա, ու մոդուլի վրա կա գումարը։ Հիմա հարցը նրանում է, թե ինչ կարող ենք ասել այդ մոդուլների մասին, այստեղ մի հատ հիշացնեմ, որ ինչն է սրա մոտիվացիան, եթե մոդուլը դաշտի վրա, then ուրեմն դաշտի վրա այդ ժամանակ ինքը գծային տարածություն է, vector space, հենց սրանից հետևում է, որ անպայման m-ը ազատ մոդուլ է, ազատ նշանակում է, որ ունի բազիս, ստեղ էլի սահմանը մտամ, m is free over r if there are եթե գոյություն ունի ինչ-որ քանակությամբ էլեմենտներ, կարող է վերջավոր լինի, կարող է անվերջ լինի, այնպիսին ստեղ էս նշանը նշանակում է such that every m is միակ ձևի կարելի է արտահայտել այս ալֆաների միջոցով is a unique այսինքն m-ը կարող են գրել I1 alpha մեկ ինդեքսները լավ չարեցի, բայց այդտեղ մոտավորապես սենց կարող ենք գրել, որ A1 alpha մեկ այն alpha մեկ այդտեղ all AI0 left finitely mean այսինքն անվերջ գումարներ չի թույլատրվում, բայց այնպիսի էլեմենտներ կան, որ ամեն մյուս էլեմենտ m-ի կարող են գրել այդ էլեմենտների միջոցով ու միակ ձևով կարող են գրել, այս unique-ը կարևոր է։ Այսինքն free մոդուլը նույն բանն է համարյա թե ոնց որ ասես գծային տարածություն այս օղակի վրա արի։ Հիմա ուզում ենք հասկանալ, թե երբ որպիսի մոդուլների մասին մենք տենց համարյա թե տենց նույն ձևի թեորեմ ունենք, միանգամից եթե նայենք այս դեպքերին, օրինակ նայենք m-ը վերցնենք ռացիոնալ թվերը, իսկ այս օղակը վերցնենք ամբողջ թվերը, ժամանակ m-ը z մոդուլ է, բայց ինքը ազատ չի։ Այսինքն այստեղ հնարավոր չի բազիս ընտրել ռացիոնալ թվերի համար, չեն կարող ընտրել ինչ-որ քանակությամբ ռացիոնալ թվեր, որ բոլոր ուրիշ թվերը միակ ձևի կարողանանք գրել որպես այդ էլեմենտների բան,
գծային արտահայտություն։ Ես մեկը, չգիտեմ, պարզ է թե պարզ չի, մի հատ մտածեք ինքներ, որ հասկանաք ինչի համար է սա ճիշտ։ Հիմա կա սենց կարևոր թեորեմ, որը մոդուլների մասին է PID-ների վրա, այսինքն եթե օղակի մեջ ամեն իդեալ ինքը մի էլեմենտով է առաջացվում, այդ ժամանակ մենք կարող ենք նկարագրել բոլոր մոդուլները, որոնք վերջավոր առաջացած են, finitely generated։ Finitely generated նշանակում է, որ կարող ենք ընտրել վերջավոր քանակությամբ էլեմենտներ, որ ամեն ուրիշ էլեմենտ գրենք այդ էլեմենտների գծային կոմբինացիայի տեսքով, այսինքն ոնց որ բազիս լինի, բայց այդ միակ գրելու պայմանը չենք օգտագործում, այսինքն այդ միակությունը տեղի չունի։ Հիմա թեորեմը ինչ է ասում։ Թեորեմը ասում է, որ եթե վերջավոր առաջացած է մոդուլը, այդ ժամանակ ինքը համարյա թե ազատ մոդուլ է, ինքը իզոմորֆ կլինի ինչ որ մի հատ ազատ մոդուլի եւ ուղիղ գումար վերջավոր ինչ որ ուրիշ մոդուլի, որը բան է, torsion-ը չգիտեմ հայերեն ոնց է, այն էլեմենտներ են, որոնք ինչ որ էլեմենտ կա առից, որը եթե ազդենք այդ էլեմենտով 0 ենք ստանում, էլի։ Այսինքն այստեղ կարող ենք նախ ասում է, որ մեր m-ը հնարավոր է գրել մի հատ այստեղ կոմենտ անեմ։ Լավ, եկեք թեորեմը ասեմ, հետո կոմենտը կանեմ։ Այսինքն m-ը հնարավոր է գրել այս տեսքով, որ ասացի, ես run ինչ որ ամբողջ թիվ է, կարող է 0 լինի, այդ ժամանակ m-ը ինքը վերջավոր է, ու ունենք ինչ որ ուրիշ էլեմենտներ այս r-ից, որոնք միավոր չեն, այսինքն node units, բայց պայման կա, որ A1-ը բաժանում է A2-ին, A2-ը բաժանում է A3-ին, այս էլեմենտները կոչվում են անփոփոխ ֆակտորներ, ու եթե մենք գիտենք run ու այս էլեմենտները, այդ ժամանակ միակ ձևի այդ ժամանակ մոդուլներ գիտենք, այսինքն եթե մոդուլը ունենք, այս run ու այս էլեմենտները միակ ձևի են ստացվում, չենք կարող նույն մոդուլը տարբեր ձևով գրել, եթե ներկայացնենք այս տեսքով։ Մի քանի հատ comments, remarks։ Նախ այն, որ implies m ինքը կարելի է գրել որպես ազատ մոդուլ, ուղիղ գումար, այս torsion submodule։ Այս torsion-ն էլ հենց այն մասն է, որը ոնց որ վերջավոր լինի, ժամանակ գոյություն ունի ինչ որ r, որ m-ը 0 է։ Այս մի քիչ էլ, եթե վերցնենք ոնց որ թե պարզ բան եմ ասում, բայց ես էլ մեկ սա ճիշտ չի լինում, այսինքն հենց այս մասը, m-թորը, կարող է submodul չլինի։
Նույն բանը կարող եք սահմանել ցանկացած m-ի համար ու հենց օրինակներ կա, որ այս m-ը m թորը submodule չի, մի հատ հիշեմ։ Submodule-ը պրոբլեմը ինչի որ կարող է ինչ-որ m-free չլինի, որ ուղիղ գումար լինի, էլի։ Ոնց որ եթե հենց m թորը կարող է submodule չլինի, այսինքն որպես բազմություն ինքը իհարկե միշտ էլ իմաստ ունի, բայց կարող է նենց լինի, որ m-ը այս m թորից երկու էլեմենտ իրար գումարենք, էլ m թորում չլինի։ Բայց եթե r անգամ m-ը 0 է, այս անգամ n-ն էլ է 0, r-ը որ m Այսինքն ring-ը պետք է կոմուտատիվ չլինի այդտեղ։ Է, կոմուտատիվ կարող է լինի։ Պրոբլեմը նրանում է, որ մի րոպե։ Եթե r անգամ m-ը 0 է, այս անգամ n-ն էլ է 0, m գումարած n-ը կարող է 30-ով բազմապատկենք, էլի կլինի 0։ Եկեք այսա բացատրեմ ինչ է այստեղ կատարվում, ոնց որ եթե նայենք m-ը վերցնենք z6 վերցնենք run z մոդուլ 6 m-ն էլ վերցնենք z մոդուլ 6, այսինքն դիտարկում ենք run որպես մոդուլ ինքի իր վրա։ Այդ ժամանակ m թորը որ էլեմենտները վերջավոր են, չէ՞, այդ ժամանակ որն է, երկուսն է, որովհետև եթե երկուսը բազմապատկեմ 3-ով 0 եմ ստանում։ Նախ 0-ն էլ կա, 2-ն էլ կա, 3-ն էլ կա, 4-ը, չէ՞, 2, 3, 4 ու վերջ։ 1-ը ու 5-ը թոր չեն։ Այսինքն որպես բազմություն սա է m թորը, բայց եթե երկուսը գումարում եմ 3-ից ստանում եմ 5, որը m թորում չի։ Կամ կարող է submodule լինի, տենց էլ կարող է լինի, բայց ուղիղ գումար չլինի, այդ մեկը ինքներդ մի հատ մտածեք։ It is possible. M4 is a submodule, but not a direct factor. Այս մեկն էլ ոնց որ եթե ճիշտ եմ մտածում, կարող ենք վերցնել run վերցնենք z9 ճիշտ եմ մտածում, չգիտեմ, z9 m-ն էլ վերցնենք z9 այստեղ որը ստացվում է 0, 3, 6 այսքանը, չէ, ու ինքը submodule է այս ժամանակ, պարզ է, այս թվերը իրար են գումարում, ստանում ենք նույն բանը, մոդուլը 9, բայց չենք կարող z9 գրել որպես 0, 3, 9 ուղիղ գումար ինչ-որ ուրիշ բան, այսինքն ինքը submodule է, բայց սա տեղի չունի։ Այսինքն ինքը submodule է, բայց ուրիշ մի հատ մոդուլ չկա, որ կարողանանք m-ը գրել։ Արզես, թե հարց ունեք։ Այսինքն մյուս մասը, չէ, մոդուլի այդ կլինի են էլեմենտները, որոնք ոնց որ 0-ն ոնց որ միավորներն են մյուս էլեմենտները, բայց միավորները իրանք submodule չեն կազմում, այսինքն ինքը կոմպլիմենտ չունի,
մենք ունենք մի հատ submodul, որը m-ի մեջ է, բայց այդ m-ը complementary module չունի, չենք կարող այդ գրել որպես ինչ որ ուղիղ գումար ուրիշ submodule-ի հետ։ Սենց բաներ էլ է տեղի ունենում, այսինքն երբ որ մոդուլների մասին եք մտածում, մի քիչ զգուշ եղեք, երբ որ մոդուլները գծային տարածություններ չեն, որովհետև գծային տարածության մեջ միշտ սա ճիշտ է, եթե ունեք ինչ որ subvector space, ինքը միշտ կոմպլիմենտ ունի, կարող եք միշտ երկու մասի բաժանել ամբողջ տարածությունը։ Հիմա առաջի այս թեորեմը ապացուցելու համար մի քանի բան պետք է ապացուցվի, առաջինը is proposition ոնց որ թեորեմի ու լեմայի մեջ գտնվող բանը դեռ այստեղ R-ը մենք վերցնում ենք PID կարևոր է rank n let m or submodule ժամանակ m is free m-ն էլ պետք է ազատ լինի ու rank-ը rank m, որը n-ից ավել չի նախ եթե կարող եք ասել ինչ կարևոր է այս PID վերցնել, օրինակ ինչ օրինակ կարող եք բերել, երբ որ եթե ես այս չընդունեմ, որ ինքը PID է, այս նույն բանը ճիշտ չի, այսինքն մի հատ մոդուլ ինձ ասեք, որը ազատ է, բայց իր submodule-ը ազատ կարող է չլինի նախ վերցնենք ինչ որ մի հատ օղակ, որը Անցած դասին այդ ոնց օրինակներն էին, z-5-ը որ վերցնենք, այո, այդ հենց դրա մեջ, եթե վերցնենք ոչ PID, կարող ենք մի հատ իդեալ վերցնել, որը մի էլեմենտով չի արտադրում, այդ ժամանակ ինքը free չի լինի Դա, ստեղ ապացույցի ինչումն է, մենք ընտրում ենք բազիս, քանի որ ինքը ազատ է, ինքը բազիս ունի, այդ ժամանակ մենք կարող ենք մտածել n-ի մասին, որպես այս մոդուլը Rn, ստեղ ամեն էլեմենտ միակ ձևով գրվում է որպես գծային կոմբինացիա, այդ ժամանակ n-ը ես ուղարկում եմ այս A1 A-ին, սա հոմոմորֆիզմ է ու ինքը համ ինյեկտիվ է, համ սուբյեկտիվ, այսինքն իզոմորֆիզմ է։ Հիմա ինչի համար եմ սա ասում, որ մի քիչ ավելի հեշտ է այս ապացույցը անել վեկտորների մասին մտածելով, հիմա m-ը ինչ-որ submodul է n-ի, այդ ժամանակ մենք վերցնում ենք
in n idealն է set of first coordinate vectors in-ը։ Հիմա այս եթե մտածում ենք m-ի մասին որպես վեկտորներ, մենք ունենք սենց էլեմենտներ, n հատ, չէ, նայում ենք n էլեմենտներին, որոնք m-ի մեջ են, ու վերցնում ենք առաջի կոորդինատը։ Այս ինչ-որ բազմություն է r-ի մեջ, չէ, բայց քանի որ m-ը ինքը սաբմոդուլ է, այդ նշանակում է, որ եթե երկու էլեմենտ գումարեմ, որոնք m-ի մեջ են, էլի ստանում եմ էլեմենտ, որը m-ի մեջ է։ Այսինքն, եթե ունեմ a ու b, a-ի մեջ, իրանց գումարեմ, էլի ստանում եմ էլեմենտ, որը a-ի մեջ է։ Նույն ձևով, եթե բազմապատկում եմ էլեմենտ, որը m-ից է ինչ-որ r-ով, տեղից ստանում եմ, որ a1-ը a-ի մեջ է։ Այսինքն, սրանից մենք եզրակացնում ենք, որ a-ին իդեալ է։ Իսկ քանի որ ինքը իդեալ է ու r-ը PID է, այստեղից կարող ենք ասել, որ մի հատ էլեմենտ կա, որը բոլոր մյուս էլեմենտների i-ի մեջ բաժանում է այդ էլեմենտը, այսինքն լավ, այսքանը պարզ է, այս մասը։ Հիմա վերցնում ենք, քանի որ i-ի մեջ էլեմենտները առաջի կոորդինատներն են m-ի էլեմենտների, կարող ենք վերցնել take y prime որը m-ից է, ու վերցնենք r-ի, էլի սաբմոդուլ է, սա m-ի մեջ, որը ստացվում է այս y շտրիխը բազմապատկելով r-ի էլեմենտներով, չէ։ Նաև վերցնում ենք m0-ն, n էլեմենտները, which have 0 in the first coordinate. Սա էլ է սաբմոդուլ, էլի պարզ է, որ երկու էլեմենտ, որոնք 0 ունեն իրենց մեջ, չէ, 0, ասենք a2, ուրիշ կոորդինատներ է իհարկե, գումարենք 0, 2, n, եթե երկուսն էլ m-ի մեջ են, սա նորից m-ի մեջ է, ու առաջի կոորդինատն էլ 0 է, այսինքն ինքը էլի սաբմոդուլ է։ Հիմա ես պնդում եմ, որ m-ը ինքը ուղիղ գումարն է, այս m շտրիխի ու m0-ի։ Հա? Y շտրիխի ցանկա ստացվում է։ Y շտրիխից անկախ, այո։
Շատ լավ նկատեցիք, որ y շտրիխից կախված չի, կախված է հենց այս առաջի կոորդինատից։ Ոնց ենք ապացուցում, պարզ բան է սա։ Եթե վերցնենք ինչ-որ m, չէ, m լինի այս մոդուլից, այդ ժամանակ մենք կարող ենք իհարկե գրել a1, a2, a1։ Հիմա ինչ գիտենք մենք a1-ի մասին։ Ամեն այգու այն եմ քիչ այդքան էլ լավ չի, որտեղ այդ y շտրիխն է։ Այդ y շտրիխն է, շատ լավ բան եք ասում, այո։ Եկեք սենց գրենք։ m1, m-ն էլ այդ ժամանակ կլինի էլեմենտները m։ Եկեք գրենք ալֆաները։ Հիմա սրանք ուղղակի ալֆա 1 բաժանած a անգամ y շտրիխ ու կստացվի առաջին կոորդինատը 0։ Շատ ճիշտ է։ M-ից հանում եմ այս ալֆա 1-ը հավասար է a բազմապատկած ինչ-որ բետա 1-ով, չէ։ Այդ ժամանակ եթե M-ից հանեմ բետա 1 y շտրիխ, տանում եմ ինչ-որ էլեմենտ, որի առաջի կոորդինատը 0 է, բայց ինքը M-ից է։ Ու սա M0-ն է։ Այսինքն ամեն էլեմենտ M-ի կարող ենք գրել որպես y շտրիխի ու ինչ-որ M0 էլեմենտի գծային կոմբինացիա, ու նաև շատ հեշտ է ցույց տալ, որ միակ ձևով է դա գրվում, այսինքն պետք է լինի ուղիղ գումար։ Հիմա ոնց ենք ապացույցը անում, յանի, Որ միակ ձևով է։ Չէ, որ թեորեմի մեջ ասում է, որ ինչն է պնդումը, որ m-ն էլ պետք է լինի ազատ մոդուլ ու rank-ը պիտի n-ից փոքր լինի։ Հիմա մենք ապացուցեցինք, որ m-ը մենք բաժանեցինք երկու մասի։ Կարանք ինդուկտիվ բան անենք, շարունակենք։ Ինդուկցիան որ ինչի վրա ենք անում։ M0-ի վրա պետք անենք, որտեղ m շտրիխը արդեն ազատ է։ Շատ ճիշտ է։ Free. Rank 1. Այս M0-ն էլ իհարկե նույն ձևի կարող եք սահմանել N0։ N0-ն կլինի N էլեմենտները Rn-ի, որոնց առաջի կոորդինատը 0-ն է։ Սա իզոմորֆ է Rn-1-ի, սա էլ է պարզ, չէ։ Այսինքն այստեղ ունենք 0, B2, Bn, B-ը Rn-ը, ու ինդուկցիայով M0-ի rank-ը N-1-ից փոքր է։ Is free. Rank rhetorical m is free. Rank make gumarat n-1 որը n։ Դա այս ապացույցը կարեցինք։ Հիմա ես թեորեմը ինքը այս մեր գլխավոր թեորեմը այսօրվա չեմ ապացույցի PID-ների համար, բայց կապացուցեմ Եվկլիդյան տարածքների համար։ Ապացույցի այդ ժամանակ ոնց որ ալգորիթմ լինի, ինքը ավելի լավ ապացույց է, քան բանը ընդհանուր դեպքը։ Եթե ուզում եք ինքներդ հասկանալ PID-ների մասին, կարող եք մտածել, թե այս արգումենտը ոնց փոփոխել
որ աշխատի PID-ների համար, only for our X ավելի շուտ կենթադրեմ, որ R կամ բազմանդամների օղակն է կամ էլ Z or marginal նույն արգումենտն է, ուղղակի մի քիչ ուրիշ ձևի պետք է բաները նշանակումը մի քիչ ուրիշ է լավ հիմա երկու բան հիշացնեմ եկեք վերցնենք let n մի հատ սենց բան պատկերացնենք, որ n-ը free rank n ու m-ը submodule is submodule ու ընտրում ենք երկու հատ բացիս basis of m ու մի հատ y1 ym basis n fn basis of n ու հետո ամեն y-ը գրում եմ որպես գծային կոմբինացիա և մյուս էլեմենտների երի կոմբինացիա եմ գրում ու այդ ժամանակ ստացվում է մի հատ սենց մատրիցա 1-1 ամենք n a2-1 a2n am1 amn հիմա մատրիցայի հետ մենք աշխատենք ուղղակի փոփոխում ենք այս մատրիցան մինչև ինքը գալիս է շատ հեշտ տեսքի ինչ ենք ուզում անենք we want to diagonalize as using հիմա էլեմենտար տողային ու սյունային գործողությունները սրանք են կարող ենք կարող ենք երկու տող վերցնել ու իրար հետ փոխել իրար մյուսն էլ որ add a times մյուսն էլ որ կարող ենք վերցնել երկու տող մեկը բազմապատկում ենք i-ով ու գումարում ենք մյուս տողը օրինակ
Եթե ես նշանակեմ սրանք 1, 2 Ես իհարկե գծային հանրահաշվից է այս բաները գալիս տանոթ եք սրան 1, 2, 3, 4 թույլատրվում է սենց անել մյուսն էլ կարող են գրեցնել 1, 2, 3, 4 ու սրանից ստանալ 1, 2, 0, մինուս 2 այսինքն ստեղ երկրորդ տողից հանեցի 3 անգամ առաջի տողը այստեղ էլ մեկը փոխանակեցի առ 2-ի ինչը չի թույլատրվում դա բազմապատկել ինչ-որ տող ուղղակի էլեմենտով առայից գծային երբ որ գծային հանրահաշվի մեջ կա սենց պրոցեդուրա, որ կոչվում է բերել էշելոն ֆորմի, ոնց է բացատրում, բայց այս օպերացիաները եթե էսի վրա կատարեք, կարող եք բերել սենց ինչ-որ տեսքի, որ ստեղ զրոներ լինեն, ու թույլատրվում է ուղղակի տողը բազմապատկել ինչ-որ էլեմենտով։ Նույն բանը կարելի է անել ռեի հետ, եթե ուղղակի բազմապատկում ենք միավորները, բայց այդ չենք օգտագործում ենք։ Նույն ձևի սահմանվում է սյուների համար այս օպերացիաները։ Հիմա ինչ է նշանակում, երբ որ մենք Եթե մենք անում ենք այս տողերի հետ այս երկու օպերացիան, ինչն է փոխվում, չէ՞։ Սա կարևոր է։ Հա։ Որ խնդրեմ նորից կհիշեցնեք, մեր մոտ ինչ մատրից էր։ Մատրիցը ուրեմն ստանում եմ այս ձևով, նախ ֆիքսում եմ բազիս m-ի, հետո ֆիքսում եմ բազիս m-ի, գրում եմ ամեն էլեմենտ m-ի ոնց որ գծային կոմբինացիա երերի միջոցով, գիտեմ, որ դա հնարավոր է, մենք ապացուցեցինք, որ m-ը ինքը ազատ է, ու ստանում եմ այս մատրիցան։ Հիմա այս մատրիցայի վրա, եթե ես կիրառեմ այս էլեմենտար օպերացիաները տողերի, ասենք առաջի երկու տողը իրար հետ փոխանակեցի, ինչ է դա նշանակում։ Այս բազիսի համար։ Փոխում ուղղակի։ Ուղղակի y1-ը փոխանակեցի y2-ի հետ, չէ՞։ Նույն բանն էլ, եթե գումարում եմ, ասենք, առաջի տողը երկրորդ տողին, բազմապատկում եմ ինչ-որ առով ու գումարում եմ առաջի տողին, այդ ժամանակ ես փոխարինում եմ y1-ը, փոխարինում եմ y1 գումարած ry2, մնացածը մնում է նույնը։ Լավ չգրեցի, սա ստացվում է սա։ Հիմա, եթե սա եմ անում, նորից բազիս եմ ստանում, որովհետև ես իհարկե ունեմ y2-ը ու կարող եմ r անգամ բազմապատկած y2-ը ուղղակի հանեմ սրանից, ստանամ y1, այսինքն նույն մոդուլն եմ ստանում, եթե սա եմ անում։ Այսինքն ինչ է սա նշանակում, որ եթե ես տողերի հետ ես երկու գործողությունները անեմ S-ի վրա, ես ուղղակի ուրիշ բազիս եմ ընտրում։ Ես ոնց որ մտքի թելը կորցրեցի, հիմա մենք ուզում ենք ապացուցենք հիմնական թեորեմը, չէ՞։
լավ հարց էր, թե ինչ ենք անում։ Նախ մենք ցույց տանք, որ there is a basis and anyone here such that Amek, Emek, RM, Emma is the basis of M and Amekը բաժանում է երկուսին, բաժանում է AM-ին։ Եթե սա ապացուցենք, թեորեմը հեշտությամբ հետևում է, ես կբացատրեմ ինչու է դա տեղի ունենում։ Այսինքն S-ը, մենք սկսում ենք S-ից, եթե մենք կարողանանք այս էլեմենտար օպերացիաներով բերել իրան այս տեսքի, A1, AM, հետո ունենք զրոներ։ Այս հետևում է, սա հետևում է, այսինքն ամեն անգամ մենք փոխենք բազիսը n-ի ու m-ի, մինչև ստանանք մեր մատրիցան կլինի այս տեսքի, այդ ժամանակ սա նշանակում է, որ E1-ը մինչև EN-ը ինչ-որ բազիս կա n-ի, որ այս էլեմենտները իրանք բազիս են m-ի համար, որովհետև եթե հետ թարգմանեմ, թե սա ինչ է նշանակում, հենց սա է նշանակում։ Անում ենք սա։ Մեր մոտ այնա անպայման չի չէ ազատ լինի, ինչ-որ բազիս ենք վերցնում։ Չէ, մենք նախ ապացուցում ենք ազատների համար, հիմա բացատրեմ, թե ոնց ենք գլխավոր թեորեմը հեշտությամբ սրանից ոնց է ստացվում։ Proof of Minision. Եթե այս թեորեմը ապացուցենք, գլխավոր թեորեմը սենց է դարձնում։ Հիմա M-ը կլինի մեր մոդուլը, որը գլխավոր թեորեմում էր, M is finitely generate. Ասենք ինչ-որ էլեմենտներ ունենք, x1, x-ը, անպայման չի, որ M-ը ազատ լինի, չեմ ասում, որ ազատ է, բայց ես կարող եմ մի հատ ազատ մոդուլ վերցնեմ, and consider n-ը ուղարկում եմ m-ի վրա, ու ինչ եմ անում, ուղարկի վերցնում եմ A1, AN, ուղարկեցի A1, x1, մայց AN, x-ը։ Հիմա հեշտությամբ կարող եք ստուգել, որ սա հոմոմորֆիզմ է, ու ինքը սուբյեկտիվ է։ Հիմա ոնց ենք ստանում մեր թեորեմը, եթե ենթադրենք, որ սա ապացուցել է։ Բան կանենք միջու գնայինք։ Այո, շատ ճիշտ է։ Բանի։
N-ը Այո։ բարի։ Ուղղակի նայում եք միջուկին, ու ինքը ազատ մոդուլ է, մենք կարող ենք ենթադրել, որ that 0 basis Տեղ այրը շատ օգտագործեցի իհարկե։ Իմ թեորեմի մեջ էլ այր կային, եկեք ջնջեմ այրը, դարձնեմ ալֆաներ։ As basis, I'll make E1 M ու մնացածը 0 է, չէ՞։ Հիմա եթե նայենք n-ին որպես վեկտորներ, տեղ ունեմ r, n հատ։ Իսկ m-ը a1 r գումարած a2 r գումարած եւ այլն AMR ու հետո ունեմ 0-ներ, այսինքն մնացածը էլ տեղի չունի, այստեղ n-m-ը։ Հիմա եթե վերցնում եմ factor մոդուլը, պարզա, որ ինչ եմ ստանում եմ նախ r a1 Մի վարկյան ես խառնեցի սա իրար։ Այստեղ մեր մոտ կարող է n0 պետք լիներ, ոչ թե m։ n0 պետք է։ M-ը ստանում եմ որպես իզոմորֆ, n0-ին, ու ստանում եմ r am, ու վերջում էլ ստանում եմ n-m հատ r։ Ես այն ստացվում է, որ իմ մոդուլը ունի այս տեսքը, հելա պետք է ապացուցել, որ սա միակն է, որ կարող է ստացվի, բայց այս միակությունը նույն ձևի կամ կարող եք ապացուցել հենց այս առաջի թեորեմի ապացույցից, որովհետև այս այրը ոնց որ միակ ձևով են ստացվում, կամ կարելի է նաև հենց m-ի վրա արգումենտ անել, որ ցույց է տալի, որ այս rank-ը ու այս անփոփոխ ֆակտորները իրանք միաձև են, եթե ենթադրում ենք, որ a1-ը բաժանում է a2-ին եւ այլն։ Այսինքն կարևոր է, որ մենք ապացուցենք, եթե մենք ապացուցենք այս փաստը, գլխավոր թեորեմը դրանից հետևում է։ Հարց կա։ Շատ լավ։ Հիմա մոտավորապես բացատրեմ ոնց ենք օգտագործում։ Նախ ասեմ, որ ես չգրեցի դա երևի։ Եկեք գրեմ այստեղ գիծ քաշեմ։ Այս կարևոր է, էլի, թե ինչ է այս էլեմենտար օպերացիաները էսի վրա, ինչի են համապատասխանում։ Elementary operations. Through changing basis. Okay. Այսինքն ուղղակի ուրիշ բազիս ենք ընտրում։ Այդքան բանն է։ M-ի համար։ Իսկ եթե մի հատ մտածենք, եկեք մտածենք, թե ինչ է կատարվում, եթե սյուների հետ եմ նույն բանը անում։ Սևացոր։
Ինչ? Ստեղել եմ submoduli basis-ն ենք փոխում։ M-ն է submodule-ը, եթե անում եմ n-ի վրա, սյուների վրա, ստեղ ունեմ, այսինքն A11, A1M, A M1, A-M-M, ասենք փոխեցի այս երկու սյուները, դա ուղղակի նշանակում է, որ ես իմ E1, EN-ի փոխարեն ես փոխարինեցի E2, E1, EN, որովհետև ամեն էլեմենտ M-ի ես կարող եմ գրել, հիմա եթե գրեմ E2, E1, EN-ի տեսքով, ստացվում է A2 որոնք էին կոորդինատները AI2, E2, A1, E1, EN, EN, իսկ եթե նորից մի սյուն բազմապատկեմ ինչ-որ առով գումարեմ ուրիշ սյունի, դա նշանակում է, որ առաջի բանն է, իսկ մյուսն էլ E1, EI գումարած R, EJ, EN, տեղել փոխարինում եմ EI-ը column I plus R column J, Եմնակ բազիսը փոխում եմ այս մյուս բազիսը։ Եկեք վերցնենք երկուսը, մենք 2, 3, 0, 1, դա նշանակում է, ասենք Z-ի վրա ենք աշխատում, ամբողջ թվերի վրա, ունենք մեր բազիսը, անունը հիմա մոռացա, ինչ է ես ընտրել, ինչ է ընտրել, Y-ներ է ընտրել, այո, այսինքն ունեմ E1, E2, E3, Y1-ը հավասար է E1, գումարած 2, Y2-ի, գումարած Y3, Y3-ի, Y2-ն էլ հավասար է E2, գումարած E3, տեսա M-ի բազիսն է, հիմա եկեք գումարենք փոխարինում եմ այս մատրիցան, օրինակ սրանը, 1, 2, 0, 1, 0, 1, այսինքն երրորդ սյունից հանեցի 3 անգամ առաջի սյունը, հիմա ինչ եմ ես անում, ես փոխարինում եմ E1, E2, E3-ը, ես փոխարինեցի E1, E2, E3-ը փոխարինեցի գումարը, թե որտե գումարով եմ փոխարինում, այստեղ մի քիչ զգույշ պետք է լինել, եկեք գրեմ E1, տեսնենք ինչ են ստացվում, ասենք ես փոխարինում եմ E1, E2, E3-ը, այս մյուս բազիսով, Ստեղ ստացվում է Y1-ը հավասար է E1 գումարած 2, 3, ահա, Y1-ը ստացվում է E1 գումարած այսինքն եկի ջուրից ձև գրվել,
երևի մինուսը գրեմ, մի հատ պիտի մտածեմ այստեղ։ Եկեք լփորձենք մինուս։ Ես յեմեկին որ բան գումարվում։ Յեմեկին է գումար, այսինքն յեմեկին գումարվում է 3 հատ Y3։ Երևի դա է, ճիշտ է։ Ճիշտ թարգմանեք, թե բազիսի վրա ինչ է կատարում, բայց մեկը նույն բանն է վերջը ստացվում։ Եմեկ, մայր 3 Y3 Y2 Y3 Հիմա ես ունեի այստեղ, այսինքն Y1-ը, Y1-ը ստացվում է Y1-ը ստացվում է Y1 գումարել 3 Y3 գումարել 2 Y2 սա իմ առաջի Y1 շտրիխ Y2 շտրիխ Y3 շտրիխ, չէ, այսինքն ստեղ ստանում եմ Y1 շտրիխ գումարել 2 Y2 շտրիխ, իսկ Y2-ը ստացվում է նույն բանն է մնում, չէ, Y2 շտրիխ գումարած Y3 շտրիխ, հիմա եթե գրեմ մատրիցան, կստացվի, ինչ կստացվի, 1, 2, 0, 0, 1, 1։ Այսինքն, եթե փոխարինում ենք, եթե երրորդ սյունից հանում ենք 3 անգամ առաջի սյունը, դա նշանակում է, որ ես ուղղակի փոխարինում եմ առաջի Y1-ը Y1 գումարած 3-ով։ Այս մեկը կարող եք մի հատ քննարկել պրակտիկայի ժամանակ, հայտին։ I plus or J corresponds to replacing E1, EN, EI, J, EN, փոխարինում ենք սա Y1 E minus RE I EN Այս հեշտ ստացվի էլի, մի հատ ուղղակի գծային հանրահաշվա, պիտի նստեք գրեք, ինչ է ստացվում ու տեսնում եք, որ բազիսն է ուղղակի փոխվում։ Ինչ որ հարցեր կան։ Լավ, հիմա եկեք այս թեորեմը փորձենք ապացուցել, այսինքն հիմա եկանք ինչ որ գծային հանրահաշվի խնդրի, մի հատ մատրիցա ունեմ, որի վրա կարող եմ երկու գործողություն անել, ունեմ ես A11, A1, AM1, AMN, այս S-ն է, չէ, ասենք, ենթադրենք, թե սրանք բազմանդամներ են, ինչ որ x-ից, չէ, այդ ժամանակ Եվկլիդյան է ինքը ունեմ աստիճանս բազմանդամի, կարող եմ վերցնել դելտա S-ը լինի մինիմումը,
ամենափոքր աստիճանն եմ վերցնում, ենթադրելով, որ սրանք 0 չեն։ Այսինքն 0-ները ուղղակի չեմ։ Կամ 0, հա, 0-ները չեմ հաշվում։ Կամ եթե թվերը վերցնում եմ ամենափոքր 0-ից մեծ թիվը։ Հիմա ինչ եմ անում։ Ես կարող եմ այս երկու գործողությունները իրարելով ենթադրենք, թե այդ մինիմումը ստեղ տեղի ունի, այսինքն ստեղ այն ամենափոքրը։ Ես կարող եմ նախ փոխանակել երրորդ տողը առաջի տողի հետ, հետո փոխանակել J բանը, սյունը առաջի սյունի հետ, կարող եմ ենթադրել, որ A11-ը հենց ունի այս աստիճանը։ Հիմա ինչ եմ անում, ինչ եք կարծում։ Սրա միտքի ինչն է ապացույցի, այս դելտան ամեն անգամ պիտի փոքրացնեմ, բայց քանի որ դելտան ինքը թիվ է, ինքը անվերջ չի կարա փոքրանա, ինչ-որ մի մոմենտի կլինի, որ չեմ կարող փոքրացնել, այդ ժամանակ կունենանք այն մատրիցան, որը մենք ուզում ենք։ Հիմա ինչ եմ անում, առաջի քայլը, ինչ եք կարծում։ Բոլոր տողերը բաժանում ենք մնացորդով առաջին տողի վրա, առաջին էլեմենտներով էլ։ Ահա, շատ ճիշտ է։ Արգումենտը հեշտ է PID-ների համար ընդհանրացնել, թե այնտեղ ուրիշ բան է լրիվ։ Այնտեղ մի քիչ ուրիշ ձևի պիտի աշխատեք, որովհետև չեք կարող այս մնացորդը վերցնել, բայց նույն տիպի իդեա է, բայց դետալները մի քիչ պիտի իդեալների հետ աշխատեք ուղղակի։ Եթե ուզում եք մտածեք ինքներդ, թե ոնց կարող եք PID-ների համար անել, Եվկլիդյանների համար է այս թեորեմը շատ կիրառվում, ու այս ապացույցը իմ դուրը գալիս է, որովհետև ինքը ոնց որ ալգորիթմիկ լինի, կարող եք օգտագործել իսկապես հաշվելու համար։ Իսկ PID-ների ապացույցը տենց ալգորիթմ չի տալի։ Այսինքն թեորեմը գիտեք, բայց չգիտեք, թե ոնց գտնել այդ ֆակտորները։ Using entry row and column. Oops, replace this all A12, A1N, AM2, A1, 2, M, A2. Interesting shipoters now. A, AM, by residence mod A1. Այսինքն կամ եթե 0-յա ոչ մի բան չենք անում, եթե 0 չի, գումարում եմ օրինակ, եթե այս A1N-ը 0 չի, կարող եմ առաջի սյունակի ինչ-որ գումարելի հանեմ, բազմապատիկ հանեմ այս մյուս սյունակից, տանամ մնացորդը A1-ին։ Մնացածը չգիտեմ ինչ է լինում, դա կարևոր չի, բայց A1N-ը փոխարինվում է մնացորդով,
այդ ժամանակ իրանց աստիճանը A1-ի կլինի ավելի փոքր A1-ի կամ կլինի 0, չէ։ Այսինքն այս փայլը եթե ես անում եմ, այս դելտան կամ փոքրանում է, if O is element divisible by E11, we get Եթե բաժանում են, ուղղակի 0-ներ եմ ստանում եմ A11, 0, 0, 0, 0, այստեղ ինչ-որ ուրիշ բան եմ ստանում, կարևոր չի։ Եթե չեմ բաժանվում, ինչ-որ մեկը չի բաժանվում, այդ ժամանակ դելտան փոքրանում է։ If not, divisible. We get with delta ինքը փոքր է։ Հիմա ինչ եմ անում, նորից կրկնում եմ իմ պրոցեդուրան։ Այդ ժամանակ դելտան փոքրացավ, բայց կարող է էլի ստեղ ամենափոքր էլեմենտը լինի։ Ստեղ այսինքն հիմա 0-ներ չեն, բայց ավելի փոքր են A1-ից, բայց անպայման չի, որ սրանցից մեկը լինի։ Ստեղ կարող է ամենափոքր էլեմենտը ստացվի։ Այդ ժամանակ ես ուղղակի նույն պրոցեդուրան եմ կիրառում։ Why the same process? Այսինքն, քանի որ այս դելտան հափոքրանում է, վերջը կգա մի հատ պահ, որ իսկապես բոլորը կբաժանվեն A1-ով ու կստանամ այս ձևի մատրիցա։ Բայց ստեղ հլը չենք կանգնում, քանի որ մենք բացի նրանից, որ ուզում ենք ինքը դիագոնալով լինի բոլոր ոչ 0 էլեմենտները, հիմա իհարկե կարող եք ասել վերցնենք այս մյուս մասը ու նույն process-ը անել, այդ ժամանակ կստանա A2, 2 եւ այլն։ Իսկապես դա ճիշտ է, կստանաք A2 եւ այլն, բայց մենք բացի նրանից, որ ուզում ենք ինքը diagonal լինի, մենք ուզում ենք A1-ը բաժանի A2-2-ի։ Պատկերացրեք, որ այս A1-ը չի բաժանում ինչ-որ էլեմենտի does not divide. Պատկերացրեք, որ սա է մեր մատրիցան, ու ինչ-որ էլեմենտ ստեղ չի բաժանվում A1-ով, ինչ կարող եմ անել։ A1 իրա սյունը գումարեմ այդ էլեմենտի սյանը։ Կարող եմ վերցնել կարող եմ վերցնել, այստեղ ունեմ ինչ-որ էլեմենտ, B, չէ, այսինքն ասենք ստեղ B-ն է։ Այս B-ն այսցյան վրա է, ուղղակի կարող եմ գումարել այս սյունը առաջի սյունին, ստանալ B, կլինի A1, հետո 0-ներ է, այստեղ 0-ներ էլ չի ստացվում, բայց դա կարևոր չի, այստեղ B-ն եմ ստանում, հետո էլ ինչ-որ բան եմ ստանում, ոնց որ փչացրեցի իմ մատրիցան, սիրուն տեսք ուներ, ստացա մի հատ ուրիշ մատրիցա, որը ոնց որ իմաստը որն է սրա, բայց հիմա քանի որ ես ունեմ այս B-ն, որը A1-ով չի բաժանվում, կարող եմ վերցնել մնացորդը B-ի, չէ, առաջի սյունը օգտագործել,
վերցնել մնացորդը դելտան փոքրանում է նորից։ Ու process-ը կրկնում ենք։ Ամեն անգամ այս դելտան փոքրանում է, մինչև էլ հնարավոր չի փոքրանալ։ Այսինքն ինչ որ պահ է էլի գալի, որ բոլոր էլեմենտները այս երկու շտրիխի բաժանվում են A1-1-ով։ Ու այդ ժամանակ process-ը ուղղակի առաջի ֆայլը վերջացավ։ Մենք գտանք A1-ը։ S to first row, take residue, remove A, adding multiple of row 1 to corresponding multiple of column 1. Եթե սա անենք, դելտան փոքրանում է։ Այսինքն eventually we will get հիմա դելտան փոքրացավ, repeat the process. Eventually we will get and A1 ուստեղ ինչ որ մատրիցա ենք ստանում S 3 շտրիխ and all entries S 3 շտրիխ are divisible by E1. Հիմա եթե այս էլեմենտար օպերացիաները կատարենք S3-ի վրա, այն էլեմենտները, որ ստացվում է S3 շտրիխի մեջ, այդ օպերացիաները կատարելուց, նորից ունեն այդ հատկությունը, որ իրանք բաժանվում են A1-ով։ Այսինքն, եթե այստեղ օրինակ ունեմ ինչ-որ B, գումարեմ C-ի, չէ, համ B-ն է բաժանվում A1-ի, համ C-ն է բաժանվում A1-ի, նորից կստանում եմ B գումարած C, բաժանվում է A1-ով։ Այսինքն, կարող եմ կիրառել S3-ին, while process այս ալգորիթմը էլի իսկապես process չի, apply algorithm S ստանում եմ A1, A2, ստեղ զրոներ է արդեն, զրոներ, ու մի հատ ստեղ 4 հատ գծիկով եւ այլն, բայց կարևորը այն է, որ A2-ը բաժանվում է A1-ով, ու եթե շարունակեք, վերջիվերջո ստանում եք final անում եք A1, AM, ստեղ բոլորը 0 են, տեղել են ինչ-որ զերոներ, մեկը բաժանվում է A2-ի, բաժանվում է A3-ի, այն լավ, սա ապացույցն էր գլխավոր թեորեմի,
Առաջին մասը ամենայն դեպս, որ մենք միշտ կարող ենք ստանալ եթե մեր մոդուլը վերջավոր քանակությամբ էլեմենտներով կարող ենք արտադրել, այդ ժամանակ ինքը իզոմորֆա մի հատ մոդուլի, որը ազատ մոդուլ է, գումար այս R մոդուլո A1 եւ այլն։ Մնում է, որ ցույց տանք, որ այս invariant ֆակտորները, չփոփոխելի ֆակտորները իրանք միակն են։ Ամենը ոնց որ թե ամբողջ մատրիցի գեներացրած իդեալի գեներատորն է, չէ՞։ Ամբողջ մատրիցի Էլեմենտների գեներացրած իդեալի, այսինքն A1 մեր մատրիցի էլեմենտները ինչին անում, չէ՞։ IJ անգամ R IJ տեսքի իդեալի միակ գեներատորը, որ դիտարկենք, այդ A1-ն է լինելու, ու ոնց որ թե հենց ինքն է։ Կարող եք երկու ձևի սա նայել, այսինքն ինչն է A1-ը, ինչն է սա։ A1-ը կարող եք ցույց տալ, որ սա բոլորի GCD-ն է, էլի կոպիտ ասած։ բոլորի GCD-ն է, շատ ճիշտ եք ասում։ GCD այդ ժամանակ A2-ը, եթե ճիշտ եմ հիշում, դա minor-ների GCD-ն է, բոլոր երկուսի minor-ների GCD-ն է։ Այս մեկը հաստատ չեմ հիշում, բայց կարող եք ստուգել։ Ես էլ եմ դες բան հիշում, ինչ որ դες խնդրի ոնց որ արել։ O2 minor։ Եվ այլն։ Այսինքն այս էլեմենտները միակ ձևի են ստացվում, քանի որ սրանք ոնց որ GCD-ներն են, դրանք միակն են, այսինքն սրանից կարող եք ստանալ, որ այդ մոդուլի համար միակն են, A1, A2 եւ այլն։ Մյուս ձևի սենց կարող եք նայել, եթե ունենք կարող ենք նայել, այսինքն մենք ապացուցեցինք, որ M-ը հավասար է M free գումարած M tor։ Հիմա ազատ մոդուլների համար մենք գիտենք, որ rank-ը միակն է։ Rank uniquely factorized. Այս մեկը հիշացնեմ ոնց է կանում, մենք վերցնում ենք իդեալ, եթե ունենք այսպիսի մոդուլ, մի հատ մաքսիմալ իդեալ եք վերցնում, ու դիտարկում եք այս երևի M լավ շատ M-եր եմ օգտագործում, եկեք փոխենք, գրենք այս ձևով M, պոլիգրաֆիկ գրենք, եթե բաժանենք ֆակտոր մոդուլը նայենք, ստացվում է RM Այս էլ հիմա դաշտերի հետ ենք գործ ունենում, այս ինքը գծային տարածություն է ու գծային հանրահաշվից եկեք ընդունենք, որ այդ փաստը մենք գիտենք, որ տարածության dimension-ը միաձև նկարագրում է գծային տարածությունը։ Ոնց որ թե այդուսը չի կարող ուղղակի minor-ների GCD-ն լինի, որտեղ եթե հենց ի սկզբանե անկյունագծային տեսքով լիներ,
մայներների GCD-ն գոնե կամ ավելի ուղիղ է մայներների GCD-ն գոնե ամեն քառակուսու բաժանվում է, էլի այդպես ինչ-որ տարօրինակ է։ Մենք ոնց հասկացանք, Եկեք, հա, ճիշտ եք մտածում, ճիշտ ասած, կարող եք ես ինքներդ տանալ, թե ինչ պետք է լինի, որովհետև եկեք մտածենք, թե A1-ը ինչն է, չէ, այս պրոցեդուրան GCD-ները չի փոխում, այսինքն սրանից միանգամից ստացվում է, որ A1-ը պետք է լինի GCD-ն բոլորի։ Հիմա ինչն է A2-ը, A2-ը եթե վերցնենք, հա? Երկուսը ստացվում է ուղղակի երկու անգամ երկու մայներների GCD բաժանած A1։ Հենց այդ եմ ասում, այսինքն ճիշտ եք մտածում, որ այսինքն ձեր ասածը, որ եկեք մտածենք հենց այս մատրիցայի վրա, որը դիագոնալ է, ինքներդ կարող եք միանգամից տեսնել, թե այս A1, A2-ը եւ այլն ինչ պետք է լինի, ու դրանից ստացվում է, որ իրանք պետք է լինեն միակ։ Բայց մյուս դեպի էլ կարող եք սենց անել, քանի որ այս ազատ մասը միակն է, որովհետև վանկն է սա, մենք պետք է ապացուցենք, թե սա, ասենք, հիմա կարող ենք ենթադրել, որ մեր մոդուլը այսպես կունի, ու ասենք A1-ը բաժանում է A2-ի եւ այլն բաժանում է AM-ի։ Հիմա ոնց կարող եմ ես նկարագրել A1-ը, չէ, ոնց կարող եմ նկարագրել AM-ը։ AM-ը ինչն է։ AM-ը այս իդեալն է, annihilator։ Դա այն էլեմենտներն են, որ RM is 0 for all m։ Կարող եք սենց մի հատ բան սահմանել, կոչվում է annihilator, հայերեն չգիտեմ ես ինչ կասեք։ Այսինքն բոլոր էլեմենտները ոչնչացնում է, կարող եք ասել ոչնչացնող իդեալ։ Հեշտությամբ ցույցատրվում, որ ինքը իդեալ է։ Ու եթե նայեք M-ին, թե որ քանի որ ինքը PID-ը մի էլեմենտով է իդեալը ստացվում։ Հիմա այս n էլեմենտն է, որով բազմապատկեմ m-ը պետք է ստանամ 0, չէ՞։ Բոլոր մյուս էլեմենտները։ Եվ քանի որ AM-ը բաժանվում է բոլոր A1-ով, A2-ով եւ այլն, այս annihilator-ը հենց այս AM-ն է։ Արզես մասը։ Այս annihilator-ը ինքը ոնց որ invariant է։ Ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, ուղղակի սահմանում է, միակ ձևի է սահմանվում, եթե երկու հատ իզոմորֆ մոդուլ ունեք, իրանց annihilator-ը նույնը լինի, դրանից ստանում եք, որ A1-ը միակն է, ու հետո ուղղակի բաժանում եք M-ը այս սաբմոդուլով ու շարունակում եք նույն արգումենտ։ Հիմա այս մյուսի, դեռ չգիտեմ ինչու եմ խցկում ստեղ, եկեք սա գինջեմ, take the factor module. Repeat. Սենց էլ կարող եք ապացուցել, որ մի հատ էլ օրինակ տամ ու դրանով կվերջացնենք այսօրվա լեկցիան։
ասենք ունենք ասենք Abelian խումբը with generators 3 էլեմենտով կարող ենք ստանալ այս Abelian խումբը, բայց իրանք իրար մեջ կախվածություններ ունեն։ With relation Այսինքն գիտենք, որ եթե 3 անգամ A-ն գումարենք 9 անգամ B-ի, գումարենք 9 անգամ C-ի, 0-ն ենք ստանում։ Հիմա խնդիրը նրանում է, թե ինչ ստրուկտուրա ունի այս խումբը։ Ուղղակի ոնց որ ապացույցի հետ է կախված, չէ՞, այս մեր թեորեմի։ Մենք ունենք ոնց ազատ մոդուլ, Z մոդուլ, ու ունենք Այս հավասարումները հենց ոնց որ Կարճին բացատրեմ։ Կարող ենք վերցնել n 3 իսկ n0-ն էլ generated by 3 Այս է սաբմոդուլն եմ վերցնում, այսինքն այս gen hence is G is n ու եթե ապացույցին նայենք մեր թեորեմի, գրում եք այս մատրիցան 3 9 9 9 -3 9 ու եթե էլեմենտար այս տողերի եւ սյուների հետ գործողություններ անեք, առաջինը ստանում եք -30 -18, հետո սրանից ստանում եք 3 0 0 0 18 30, հետո մենք հանում եմ երկրորդ սյունը երրորդ սյունից, հանում եմ 3 0 0 0 18 12, հետո ստանում եմ 3 0 0 0 6 12, հետո ստանում եմ 3 0 0 0 6 0 ու սրանից եզրակացնում եմ, եզրակացությունն է, որ gen isomorpha Z գումարած Z բաժանած 3-ի գումարած Z բաժանած 6-ի։ Որ հարցեր կա։ Լավ, հիմա պրակտիկայի ժամանակ կարող եք մի հատ այսօր խնդիրներ ես չեմ ուղարկել, որովհետև ուզում եմ այս պրոյեկտը մի երկու խոսք ասեի պրոյեկտի մասին, կարող եք պրոյեկտի մասին մի քիչ մտածել կամ նայել, թե օրինակ մի երկու հատ լեմմա եմ ստեղ ապացուցել, այդ լեմմաների ապացույցներին կարող եք նայել։ Խնդիրը ինչու՞մն է։ Եթե գծային հանրահաշվի մեջ, եթե ունեք երկու հատ մատրիցա ու իրանք ունեն նույն characteristic բազմանդամը, հեշտ է նկարագրել, թե երբ են իրանք conjugate, հենց Q-ի մեջ։ Օրինակ, եթե ունենք
եթե վերցնեմ այս մատրիցան ու այս մատրիցան, իրանք Q-ի մեջ conjugate են։ Այսինքն կարող եմ մի հատ ուրիշ մատրիցա գտնել, որ բազմապատկում եմ S, B, S մինուս 1-ով ստանում եմ A։ Եթե ուզում եք այս նույն բանը անել մենակ ամբողջ թվերի հետ, այս երկու մատրիցաները իրար conjugate չեն։ Հենց տարօրինակ մի հատ բան է տեղի ունենում, որ իհարկե Z-ի մեջ ավելի քիչ մատրիցաներ ունեք, որովհետև ուզում եք հենց S-ը լինի փոխադարձ, invertible։ Դա նշանակում է, որ ինքը պետք է ունենա կոեֆիցիենտները ամբողջ թվեր, բայց դետերմինանտը պիտի պլյուս մինուս 1 լինի։ Առաջի բանը էս ոնց որ exercise էս կարող եք ինքներդ, չգիտեմ, այդ գծային հանրահաշվից է սա գալի, մի հատ փորձեք ինքներդ հիշել։ Եթե մինիմալ բազմանդամը հավասար է characteristic պոլինոմին, այդ ժամանակ մատրիցան միշտ կարելի է դիագոնալի բերել, էլի։ Հիմա, այսինքն, եթե characteristic բազմանդամը այս տեսք ունի, ու այս I-ը բոլորը տարբեր են, ինքը միշտ conjugate է diagonal մատրիցային։ Ստեղ կա, ահա։ Դե ուզում էի հարցնել Q-ի վրա, չէ, հետո տեսա որ գերած է։ Q-ի վրա ենք։ Հիմա եթե ուզում ենք ամբողջ թվերի հետ աշխատել, սա երկուսը երկուսի վրա արդեն դառնում է ահագին բադ, երկուսը երկուսի վրա կարող եք անել, այս ոնց որ ցույց եմ տալի, թե ինչն է արգումենտը, մի հատ ինքներդ նայեք, հետո համոզվեք, որ հասկանում եք, բանը ապացույց է սրա։ Այսինքն, ստեղ եթե նայեմ կարող է ստեղ սխալ ասեցի, ճիշտ ասեցի, ըստ իմ ասացի պետք է 2-ից անեմ 1 բաժանեմ 2-ով, վերցնեմ 4, սա 0 է, երևի սրանք conjugate են, եթե վերցնեի 3-ը այդ ժամանակ կստացվեին, որ non-conjugate։ Լավ, մի հատ համոզվեք, որ սրա ապացույցը ճիշտ է։ Արդեն երկուսի համար ահագին բարդ է, կարող եք ցույց տալ, որ ինչ դեպքերում երկու մատրիցա կլինեն conjugate, քանակը որն է, այսինքն հաշվել հնարավոր է, չեմ ասում շատ բարդ բան է, բայց ավելի բարդ է իհարկե, քան Q-ի վրա աշխատելը։ Հիմա պրոյեկտը ինչու՞մն է, ես սրա պատասխանը ճիշտ ասած չգիտեմ։ Կարող է սրա մեջ ինչ-որ հետաքրքրություն լինի, հետազոտական, բայց չգիտեմ, թե սիրուն պատասխան ունի, թե չէ։ Սկսում եք 3-ից, եթե ինչ-որ սիրուն ֆորմուլա ունի, այդ ժամանակ մտածում եք n-ի մասին, ես ճիշտ ասած չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել, սա պետք է լինի կախված, թե որ կոնգրուենցիաներից է կախված, այսինքն թե A, B-ն կամ B-ն կամ 3-ը իրար հետ երբ են կոնգրուենտ ինչ-որ պարզ թվերի, չէ, այսինքն եթե ես վերցնեմ այս բազմանդամը ու նայում եմ
Ենթադրենք ունենք երկու հատ մատրիցա, որոնք ամբողջ թվեր են իրանց մեջ ու իրանք ունեն այս խարակտերիստիկ բազմանդամները։ Այդ ժամանակ իրեմ ինչու սենց գրեցի իմ մատրիցան։ Եկեք փոխենք, գրեմ գրեմ B1, B2, B3 Մեկը հլավանց։ Ինչա։ Մեկը հլավանց։ Ուալպսի ամարը գնահատականում ստացել։ Մեկը եղել է։ Առաջինը ստացել եմ էլի, որ վերջավորատան արդեն։ Այս մեկը արդեն արել եք։ Ես արել եմ էլի, ոնց որ մտածել եմ հələ, այս երկուսն էլ գնահատական եմ ստացել։ Դե մի հատ գրեք ինձ ուղարկեք, ես շատ հետաքրքրված կլինեմ տեսնել, թե ինչ եք անում։ Շատ լավ։ Բայց մի հատ քննարկեք։ Հետո ես մյուս մասը ստեղ մի քիչ ավելի բարդ բաներ է, ուզում էի բացատրեմ, թե ես ինչի հետ է կախված, կա թվերի տեսության մեջ class number, այսինքն եթե ունեք ինչ-որ օղակ, կարող եք սահմանել class number-ը ոնց որ իդեալների մեջ կարող եք սահմանել equivalent concept, եթե երկու իդեալ equivalent են, եթե մեկը մյուսի բազմապատիկն է, ինչ-որ լավ կկարդաք, հիմա ուզում եմ փորձում եմ հայերեն թարգմանել, շփոթացնեմ, այսինքն իրանք equivalent են, եթե I is equal alpha j, linearly equivalent։ Սա կիրառվում է ամենաշատ թվերի տեսության մեջ, երբ որ ունեք եթե վերցնում եք ինչ-որ բազմանդամ zx ու բաժանում եք fx-ով, այս fx-ը is irreducible, Այդ ժամանակ ստանում եք այն ձևի օղակներ, որ մենք քննարկեցինք, օրինակ -5-ի համար, այս class number-ը ստացվում է 2։ Ու սա ինչ է նշանակում, այս class number-ը ոնց որ ստուգում է, թե ինչքան է ինքը հեռու PID լինելուց։ Ու ինքը շատ կարևոր ինվարիանտ է այս օղակների համար, ինքը օրինակ այս class number-ը մի հատ սենց հայտնի թեորեմ կա Dedekind-ի, որը L ֆունկցիաները residue-ն է հաշվում, այս class number-ը այնտեղ տեղի ունի։ Այդ երևի ինչ-որ կարող է քննարկենք, եթե մյուս սեմեստրը անենք այս կուրսը։ Բայց այս ինվարիանտը շատ կարևոր ինվարիանտ է, էլի, այս օղակների շատ կարևոր ինվարիանտ է։ Բայց կարող եք նաև սահմանել այս class number-ը այն դեպքերում, երբ որ այս fx-ը ինքը բերվող է։ Ու ամենահեշտը կլինի, եթե ինքը հենց գծային բազմանդամների բազմապատիկ է, այստեղ պիտի երևի ենթադրեք, որ տարբեր են A-B-C-ն, չգիտեմ ինչ է ստացվում, եթե իրանք նույնը լինեն, մի քիչ համոզված չեմ, այստեղ մի մասում ես օգտագործում եմ այն, որ իրանք տարբեր են։ Հիմա այս երկրորդ մասը ուղղակի կապում եմ այս էլեմենտար խնդիրը, թե ինչ եք դուք իսկապես հաշվում եք այս class number, այս picker number։